Նայեք, սա ցնուց։ Ընտրությունների ընթացքը իհարկե ահազանգեր ունենք, նաև ահազանգեր ունենք բացքավյարկության, ահազանգեր ունենք կուտակումների, իհարկե իրավապահ համակարգը շատ խիստ աշխատում է եւ յուրաքանչյուր ուզում եմ նաև հիշեցնել մեր համակարգացիներին, որ յուրաքանչյուր օրենքի խախտում շատ խիստ պատասխանատվությամբ է ենթարկվելու եւ նաև կան խոսակցություններ մարդկանց կողմից, որ քվեաթերթիկի համար առաջի քվեաթերթիկի դուրս բերելու խնդիրը կա, միանշանակ ուզում եմ հորդորել եւ մեր համակարգացիներին ասել, որ դա օրենքի խախտում է եւ իրավապահ համակարգը խստագույնս պատժելու են անձանց, որոնք ընտրական process-ները փորձում են խախտել եւ ընտրությունը տանել այլ ուղղությամբ։ Իսկ ընդհանուր առմամբ ընտրությունները բնականon հունով ընթանում են։ Պարոն Արուշանյան, անդիմախոսներն ասում են, որ իշխանությունը վարչական լծակներ է օգտագործում, ճնշումներ կան։ Բնականաբար ընդդիմությունը պետք է խոսի այդ մասին, որտեվ նախ ծեռագիրը ծանոթ է իրեն շատ լավ եւ հետագայում մեր արդյունքները արտարացնելու իրենց ընտրողներին կամ իրենց լսարանին արտարացնելու համար մեզ նման մեղադրանքներ են ներկայացնելու, բայց այդ մեղադրանքները ամբողջ անհիմն են եւ ես կարող եմ ասել, եթե ունեն նման հիմնավոր կասկածներ կարող են դիմել իրավապահ համակարգին, երբ որ ասում եմ իրավապահ համակարգը շատ խիստ հետևելու է, դա վերաբերվում է նաև մեզ եւ յուրաքանչյուր քաղաքացու։ Կներեք, Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, որ Ջավախից իր խոսքերով, եթե ասեմ, հնդիկներ եք բերել վիրավորելով, այսպես ասած, նաև ջավախցիներին, ինչպես կմեկնեք։ Նախ միշտ ասել եմ, որ չի կարելի ընդհանուր առմամբ վիրավորել նամանավանդ մեր հայրենակիցներին, Ջավախքի մեր քույր եղբայրներին, հիմա էլ եկավ սկզբից բանը ենք անում, չէ, Արցախի հայերի մասին ենք ասում, հիմա էլ սկսել ենք խոսել Ջավախքի հայերի մասին, սահմանային կետերը կարող են լրագրողներ ուղարկել կամ իրենց դիտորդներին, տեսնեն որևիցե մի Ջավախքից հնդիկ գալիս է, դե չի գալիս, իմ կարծիքով պետք է կողմնորոշվեն աշխարհագրության մեջ, հասկանան Ջավախքում հնդիկներ են ապրում, թե հայեր են ապրում։ Իսկ որ ասացիք ահազանգեր եք լսել օրվա ընթացքում, դրանք ինչ ահազանգեր են եղել, որտեղից եք լսել եւ ինչ քայլեր եք Քաղաքացիների կողմից ահազանգեր տարբեր լինում են, թե կուտակումների մասով, թե նաեւ մամուլն ենք սոցիալական ցանցերն ենք նաեւ մամուլն էլ հրաբարակել էր տեսանյութ, որտեղ քաղաքացին բաց քվեարկություն է անում, բնականաբար արձանագրությունները կազմվել են դրանց եւ օրենքի սահմանված կարգով հետագա ընթացքը կարգավորվի։ Պարոն Արուշանյան, նաև ինչպես եք գնահատում ձեր շանսերը, որովհետև ընդդիմադիր թեկնածուները հերթով հայտարարեցին բոլորը միաժամանակ, տարբեր ժամանակ, բայց բոլորն էլ ասացին, որ Գյումրին ունենալու է ընդդիմադիր համայնքապետ։ Այդ դուք ինչպես եք գնահատում քաղաքացիական պայմանագրի եւ անձամբ Սարիկ Մինասյանի շանսերը։ Մեծամասնություն կստանա, թե չէ ձեր կարծիքով։ Բնականաբար մեր շանսերը գնահատում եմ շատ բարձր, ես կարող եմ ասել, որ Գյումրին կունենա Գյումրին սիրող Գյումրեցու դարդով ու հոգսով ապրող քաղաքապետ